Բանակային անցնող շաբաթն ամփոփելու ժամանակն է, բարի երեկո։ Թողարկման մեջ տեղ գտած թեմաների մասին նախ համառոտ։ Գնդացրային հաշվարկների և նռնական էտորտների մրցույթ զինված ուժերում անցկացվել են հերթական զորախաղերը զինծառայողների մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով։ Շարունակելով ընտանեկան ավանդույթը, ռեպորտաժ զինվորական հայր ու որդի Արա Սարգսյանների մասին։ Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու օրենսդրական պատասխանատվությունը, ում վրա է տարածվում նոր օրենքը և ինչպես կարող են սահմանված տարիքային շեմը լրացած անձինք ազատվել քրեական պատասխանատվությունից։ Եվ հայրենիք սահման Սյունիքի մարզի տեղ գյուղի բնակիչներն են պատմում սահմանապահ համայնքում ապրելու և արարելու իրենց առաքելության մասին։ Զինված ուժերում պարբերաբար անցկացվում են միջոցառումներ, որոնք նպաստում են ստորաբաժանումների ներդաշնակմանը, զարգացնում զինծառայողների մասնագիտական կարողությունները և զինում նոր գիտելիքներով։ Այդ նպատակին էր միտված նաև վերջերս անցկացված լավագույն գնդացրային հաշվարկների և նռնական էտորտների մրցույթը։ Մասնակից զինծառայողները մրցույթի ընթացքում կատարել են մի շարք նորմացույցներ, մարտավարական պատրաստությունից մինչև գործնական հրաձգություն։ Լավագույններն արժանացել են մրցանակների։ Նաիրա Համբարձումյանի անդրադարձը։ Համաձայն ուսումնական տարվա պատրաստության պլանի Բաղրամյան զորավարժադաշտում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում լավագույն գնդացրային հաշվարկների և նռնական էտորտ մասնագետների միջև անցկացվեց մրցութային ստուգատես։ Մրցումները հանդիսանում են ուսուցման ձև, որտեղ զինծառայողները միմյանց միջև մրցումներ անցկացնելուց ձեռք են բերում առավել պատրաստվածություն, ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքների ընթացքում։ Ժամանակը ֆիքսված է։ Մրցումների նպատակն էր բարձրացնել մասնագետների պատրաստության մակարդակը, հասնել ստորաբաժանումների ժամանակակից մարտում անհրաժեշտ գործնական հմտությունների և ունակությունների ձևավորմանը, բացահայտել, ընդհանրացնել և զինված ուժերում տարածել առաջավոր մեթոդիկայի փորձը, մասնագետների և հաշվարկների պատրաստության պարապմունքների կազմակերպման և անցկացման առավել մատչելի եղանակներն ու ձևերը։ Լավագույն ձեռքի հակատանկային նռնական էտի, կալաշնիկովի գնդացրի և խոշոր տնամաչափի գնդացրի հաշվարկները բավականին պատրաստված էին և նաև բարձրացրեցին իրենց հմտությունները և կարողությունները։ Մրցումներն անցկացվեցին 3 փուլով՝ զորամասերի, զորամիավորումների և ամբողջ զինված ուժերի կազմով։ Ստուգատեսի ընթացքում հանձնաժողովի կողմից ստուգվում էր յուրաքանչյուր դետալ՝ հանդերձավորումից, ամրացված սպառազինությունից, պաշտպանական անհատական միջոցներից և սակրավորային գործիքների վիճակից, մինչև մասնագետների և հաշվարկների պատրաստությունը, հետիոտն երթի, նորմացույցների կատարումից և գործնական հրաձգությունից։ Գումարտակում լավագույն պեկայից եմ ճանաչվել, հետո զորամասի հավաքով եմ լավագույն պեկայից ճանաչվել, անցել ենք արդեն զորավիավորման հավաքներին, տեղել եմ լավագույն ճանաչվել, դրանից հետո եկել եմ համաբանակային մրցույթի։ Օրինակ, համալիր վարժության շրջանակում զինծառայողը ամբողջ մարտալրակազմով նախորոշված շրջանից կատարում է երթ և զբաղեցնում կրակային դիրքը իր զինատեսակին համապատասխան հեռավորության վրա։ Այնուհետև ըստ հաջորդականության կատարում է նորմացույցները։ Մրցույթը անց է կացվել շատ լավ, անց է կացվել 500 մետր վազք, ունեցել ենք հրաձգություն ու նորմատիվներ ենք հանձնել, որի մեջ գրավել եմ երկրորդ տեղը։ Մրցութային ստուգատեսն ամփոփվեց հանդիսավոր արարողությամբ, բանակի վերադաս հրամանատարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ողջույն ձեզ։ Ողջույն պարոն գեներալ-մայոր։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Արթուր Երոյանը մրցույթի մասնակիցներին ուղղված իր ողջույնի և շնորհավորանքի խոսքում առանձնահատուկ ընդգծեց համատեղ գաղափարի շուրջ մեկտեղվելու, միաժամանակ անձնային մասնագիտական կարողությունները կատարելագործելու կարևորությունը։ Հաղթանակին նպաստել է մեր համախմբվածությունը, երկուս էլ իրար սենց ասած հասկացել ենք և ընդհանուր խնդիրը կատարել ենք երկուսով ու միահամուռ կերպով և ճանաչվել ենք լավագույնը։ Մրցույթին մասնակցող յուրաքանչյուր զինծառայող գիտակցում է, որ այսօրինակ ստուգատեսերը բանակում երբեք չդադարող ուսումնական գործընթացի ևս մի բաղադրիչ են կամային հատկանիշները խմբում գործելու, արագ կողմնորոշվելու, մասնագիտական գիտելիքներն առավելագույնս արդյունավետ կիրառելու, կատարելագործելու լավագույն հնարավորություն են և ոչ միայն։ Նաիրա Համբարձումյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուժ։ Պաշտպան հայրենյաց ծրագիր, որը շարքային և սպայական կազմերին հնարավորություն է տալիս պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնել 5 տարի ժամկետով։
Պայմանագրի կնքման օրվանից սկսած բարձր եւ երաշխավորված աշխատավարձ, ատեստավորման եւ մարտական հերթապահություն իրականացնելու դեպքում նաեւ հավելավճարներ։ 5 տարի անց պայմանագրի ժամկետի ավարտին 5 միլիոն դրամ պատվովճար գումարն ազատ տնօրինելու իրավունքով։ Պաշտպան Հայրենյաց, պատվաբեր կոչում եւ առաքելություն։ Մայիսի 15-ը նշվում է որպես ընտանիքի միջազգային օր, հետևաբար սա ևս մեկ պատեհ առիթ է արժևորելու հայրենիքի պաշտպանության գործում իրենց ներդրումն ունեցած այն զինծառայողներին, որոնց համար ծառայելը դարձել է ընտանեկան ավանդույթ եւ փոխանցվել է սերնդեսերունդ։ Այս անգամ պատմելու ենք հայր եւ որդի Արա Սարգսյանների մասին։ Ավագ Սարգսյանը շուրջ 3 տասնամյակ նվիրվածությամբ ծառայել է զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում։ Կրտսեր Սարգսյանը որոշել է շարունակել հոր ուղին եւ ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։ Մարտավարական պարասյուն թեմա 2 հաշվարկը պաշտպանությունը։ Առաջի Արցախյան պատերազմի ժամանակ, երբ հայրիկս մասնակցեց եւ վիրավորվեց, ես այդ ժամանակ արդեն 10-րդ դասան էի։ Երբ որ հայրիկիս տեսա վիրավորված վիճակում, այդ պահին որոշեցի դառնամ զինվորական եւ քննություններին մասնակցելով ընդունվեցի 1993 թվականին Եկատերինբուրգի Վարսագույն հրետանային ուսումնարանը եւ մինչ այսօրս ծառայում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Ավելի քան 3 տասնամյակ փոխգնդապետ Արա Սարգսյանն անմնացորդ նվիրվել է զինվորական ծառայությանն ու հայրենիքի պաշտպանության գաղափարին։ Մարդ, որի գերդաստանի պատմությունը կապված է միմիայն զինվորական ծառայությանը։ Ոչ միայն հայրը, հայրենիքի պաշտպան է եղել նաև պապը։ Զինվորական ուղին ով որ ընտրում է, ափսոսանք չի կարա ապրի, քանի որ շատ մտածելուց հետո նոր կարողանում եք որոշում կայացնել։ Իսկ եթե զինվորը սպան մարդը կայացեց որոշում, որ ինքը պետք է ծառայի զինված ուժերում, այլ իր որոշումից հետ չի կանգնում։ Որովհետև հայրենիքը անբաժան մասնիկ է մեզանից յուրաքանչյուրիս։ Արա Սարգսյանը ծառայողական հեշտ ուղի չի անցել։ Դասակի հրամանատարից մինչև Զորամասի հրամանատարի տեղակալ ճանապարհը հագեցած էր փորձություններով ու դժվարություններով, բայց նա մնացել է անդրդվելի իր առաքելությանը եւ հավատարիմ զինվորական երդմանը։ Դե բանակ ինչի եմ շացրին, բանակ ինձ տվել են մեծ գիտելիքներ, բանակը տվել է ընկերներ, հարազատներ։ Հայաստանի որ ծայրը որ թեքվում ենք, դա իմ բանակային ընկերներն են։ Բանակ ինձ ցույց է տվել, թե կյանքում դժվար պայմաններին ինչպես կարելի է վերաբերվել, որպեսզի հաղթահարել դժվարությունները։ Ոտքի, զգաստ, ազատ։ Փոխգնդապետի ծառայության տեսակը պատասխանատուներից մեկն է բանակում, սակայն ստորաբաժանման առանձնահատկություններից ելնելով մանրամասներ բացահայտել չենք կարող։ Այս պահին իմ խնդիրներից մեկը նորակոչիկ զինծառայողներին սովորեցնել իրենց զինվորական ֆունկցիոնալ պարտականությունից բող խնդությունները։ Զինվորների հետ շփումը ամեն մեկի հետ դա յուրահատուկ բնույթ է կրում։ Տարիքով փոքրերը, որ նոր են բանակ զորակոչվել, իրանց հետ վերաբերում ես որպես քո երեխայի, քո որդու։ Փոխգնդապետ Արա Սարգսյանի որդին ու նրա անվանակիցը Կրտսեր Արա Սարգսյանը նույնպես ընտրել է կյանքի այս ճանապարհը։ Արան սովորում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի 2-րդ կուրսում։ Զինվորական դառնալու նրա որոշումը ինքնաբուխ էր։ Ընտանիքի ավագների նման համազգեստ գրել եւ ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Ծառայությունը զինվորականի համար դա ապրելաձև է, իսկ կուրսանտի համար համազգեստը ամենակարևորներից է։ Կուրսանտը համազգեստը երբ կրում է, ինքը դառնում է լիովին ուրիշ մարդ։ Կողնորոշիչ 41 եռանկյունաչափական կետ, տեսնում եմ։ Կուրսանտ Սարգսյանը նույնպես ընտրել է հրետանավորի մասնագիտությունը, որովհետև զորատեսակն իրեն ողջ ներուժով է գրավել։ Հրետանին ինձ դուր է գալիս իր հզորությամբ, երբ դու կայնում ես հրանոթի կողքին եւ հրաձգություն ես կատարում, այդ հզորությունը, այդ աղմուկը, այդ աղաղակը դա մի ուրիշ ձև է ընկալվում կուրսանտի համար, զինվորականի համար։ Կուրսանտ Սարգսյան։ Ես եմ։ Արան իր ապագայի հստակ պատկերացումն ունի, վստահ է բանակի կենսունակ զարկերակը լինելու գրավականը գիտելիքն է։ Հետևաբար քրտնաջան աշխատանքը օրական մի քանի ժամ պարապմունքներն ու դասապատրաստումները գերակշռող են կուրսանտի օրակարգում։ Ապագա հրետանավորը պետք է իմանա իր հրանոթը լիովին, որովհետև ինքը կատարել է իր բոլոր խնդիրները այդ հրանոթի միջոցով։ Ես որպես անհատ անում եմ ամեն ինչ, որպեսզի դառնամ գրագետ բանիմաց սպա։ Բացի ուսումից ես նաև զբաղվում եմ սպորտով։ Սպայի համար ամենակարևորն է նաև, որպեսզի նա լինի ֆիզիկապես կոփված։ Զինվորական դառնալու Արայի ընտրությունն ուսումնառության ընթացքում միայն ամրապնդվել է։ Ընդգծում է, ակադեմիան լայն հնարավորություններ է ընձեռում միջազգային չափորոշիչներին համապատասխանող կրթություն ստանալու համար եւ երջանիկ է, որ քայլում է սպա դառնալու իր երազանքի ճանապարհով։
Ծառայության մեջ ամենակարևորը անկեղծությունն է եւ կոլեկտիվ մտածելակերպը, որովհետեւ կուրսանտները ամեն դժվարությունները հաղթահարում են միասին։ Ի վերջո բոլորիս նպատակը մեկն է՝ ծառայել հայրենիքին, բոլորս պետք է այդ նպատակի շուրջ համախմբված լինենք։ Հայր ու որդի Արա Սարգսյաններ, մեկ ընտանիքի երկու զավակ, որ համազգեստ են կրում հայրենիքի պաշտպանությունը միասնաբար իրականացնելու համար։ Ավելի քան մեկ տասնամյակ ընտանիքի մայրը եւս զինվորական է։ Նրանց ավագ որդին շուտով հայրենիք կվերադառնա ու բոլորի նման համազգեստ կկրի։ Հայաստանի Հանրապետությանը ծառայելը Սարգսյանների ընտանիքի բանաձևն է, լինել պետության կողքին, հաջորդաբար ու անմնացորդ նվիրումով։ Լաուրա Մամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։ Սպաների բնակարանային ապահովման ծրագիր 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, ավարտած եւ սպայական ծառայության անցած զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում են 3 սենյականոց 75-ից 80 քառակուսի մետր մակերեսով բնակարաններ Երևան քաղաքում։ 20-ամյա պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում բնակարանը զինծառայողին փոխանցվում է անհատույց սեփականության իրավունքով։ Դարձիր կադրային զինվորական, կերտելով ապահով ապագա։ Այժմ զինված ուժերին առնչվող նոր օրենքի մասին։ Մինչև 2024 թվականը 27 տարին դերացած այն անձինք, որոնք խուսափել էին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից, ազատազրկվում էին 2-ից 5 տարի ժամկետով։ Նախորդ տարի ընդունված օրենքով այդ անձինք իրավունք ունեն մինչև 37 տարին դրանալը մեկնել ծառայության խուսափելով քրեական պատասխանատվությունից։ Համաձայն նոր օրենքի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձինք կարող են նաև չենթարկվել պատասխանատվության եւ ծառայել սահմանված ժամկետից պակաս Հայաստանի Հանրապետության պետական բյուջե համապատասխան գումար վճարելու դեպքում։ Թե ովքեր կարող են օգտվել նոր օրենքի դրույթներից, Տաթևիկ Աբրահամյանն է ներկայացնում։ 27 տարին լրացած ու պարտադիր զինծառայություն չանցած անձինք կարող են չենթարկվել քրեական պատասխանատվության, եթե մինչև 37 տարեկան դառնալը պատրաստակամություն հայտնեն 2 տարով զորակոչվել բանակ։ Այս հնարավորությունն ընձեռվել է օրենքում 2024 թվականի սկզբին կատարված փոփոխությամբ։ Նախկինում 27 տարին լրանալուց հետո պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացին, ում նկատմամբ նախաձեռնվել էր քրեական հետապնդում, ազատազրկման դատապարտվելուց բացի այլ հնարավորություն չի ունեցել։ Նույն կարգավորմամբ ծառայությունից խուսափած անձինք կարող են պատասխանատվության չենթարկվել կամ ծառայել սահմանված ժամկետից պակաս Հայաստանի Հանրապետության պետական բյուջե համապատասխան գումար վճարելու դեպքում։ Թեև զինված ուժերում ծառայության տարիքը առասարակ 27 տարեկանն է, սակայն եթե նրանք պատրաստակամություն են հայտնում ծառայելու, ապա կարող են ծառայել 24 ամիս ժամկետով կամ որոշակի գումարներ վճարելով, մասնավորապես 2.5 միլիոն դրամ վճարելու պարագայում ծառայել 12 ամիս ժամկետով, 5 միլիոն դրամ վճարելու պարագայում ծառայել 6 ամիս ժամկետով, 8 միլիոն դրամ վճարելու պարագայում ծառայել 1 ամիս ժամկետով եւ առասարակ ազատվել զինվորական ծառայությունից վճարելով 15 միլիոն դրամ եւ տվյալ պարագայում եւս նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում։ Այսպիսով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող պարտադիր զինծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձինք կարող են վերադառնալ հայրենիք ու սեփական դիմումի համաձայն ծառայության անցնել, սակայն ներկա պահին այս հնարավորությունից կարող են օգտվել միայն նրանք, ում 27 տարին լրացել է մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, այն է 2024 թվականի փետրվարի 12-ը։ Նշված դրույթը տարածվում է այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ կա հարուցված քրեական հետապնդում, եւ նրանք ունեն այդ հնարավորությունը կամ ծառայելու կամ որոշակի գումար վճարելու դիմաց կարճ ժամկետով ծառայելու կամ առասարակ չծառայելու ավելի մեծ գումար վճարելու։ Մի կարևոր փաստ եւս, եթե քաղաքացու 27 տարին լրացել է 2024 թվականի փետրվարի 12-ից հետո եւ վերջինս հետախուզման մեջ է զորակոչից խուսափելու փաստով, ապա օրենքի դրույթներից օգտվել չի կարող։ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու պարագայում այս գործող իրավակարգավորումներով դատապարտվում են ազատազրկման 2-ից 5 տարի ժամկետով։ Իսկ եթե նախկինում զինվորական հաշվառում չեն ունեցել, այդ պարագայում արդեն համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությամբ որոշվում է նրանց զինվորական հաշվառման հարցը։ Զորակոչի գլխավոր կազմակերպիչ Դավիթ Գիզոկյանը հայտնում է, որ թեև օրենքի ընդունումից 1 տարի է անցել, բայց բանակ զորակոչվածների թիվը քիչ չէ։ Անհրաժեշտ է նշել այն հանգամանքը, որ եթե տվյալ քաղաքացին, որը ներկայացել է իր հաշվառման զինվորական կոմիսարիատ եւ ինքնակամ ուզում է զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության, եթե ունի օրենքով սահմանված պարտադիրական ծառայությունից տարկետում ստանալու կամ ազատվելու հիմքեր, ապա ինքը պետք է պետական բյուջե վճարի 15 միլիոն դրամ եւ ազատվի պարտադիր զինվորական ծառայությունից։
Ըստ համապատասխան հոդվածի պարտադիր զինվորական ծառայության պետք է մեկնեն նաև 27 տարին լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձինք, եթե իհարկե մինչև քաղաքացիություն ստանալը նրանք այլ պետությունում չեն անցել ոչ պակաս քան 12 ամիս զինվորական կամ ոչ պակաս քան 18 ամիս ժամկետով այլընտրանքային ծառայություն։ Հայաստանի բանակում ծառայելու պարտավորություն չեն ունենա նաև քաղաքացիություն ստացող 37 տարին բոլորած անձինք։ Եթե ունեն տարկետման կամ ազատման հիմքեր, դա լինի ընտանեկան կամ առողջական, նրանք չեն վճարում որևէ գումար եւ հաշվառվում են զինված ուժերի պահեստազորում։ Իսկ եթե չեն ծառայել տվյալ նշված ժամկետներով 12 ամիս կամ 18 ամիս եւ չունեն ընտանեկան կամ առողջական տարկետման կամ ազատման հիմքեր, նրանք պարտավոր են կամ զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության 1 տարի ժամկետով կամ պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ։ Այս օրենքը կարգավորում է նաև երկխաղաքացիություն ունեցող անձանց վերաբերելի հարցերը։ Քաղաքացիության մասին օրենքի պահանջով երկխաղաքացին կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտավորություններն ու պատասխանատվությունը, օգտվում է նաև իրավունքներից։ Ըստ այդմ նրանք եւս համարվում են զինապարտ քաղաքացի ու ենթակա են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի։ Բացառություն են այն դեպքերը, երբ երկխաղաքացիություն ունեցող անձը ոչ պակաս քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ ոչ պակաս քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն։ Տաթևիկ Աբրահամյան, Հովհաննես Գրիգորյան, Զինուշ։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն, իր դռները բացելով ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար։ Կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական եւ ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով 8 լեզվով։ Ռազմամարզական խորացված ուսուցում, բարձրակարգ կրթություն նոր մեթոդներով, տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից ծրագիր, սպորտային արդիական հնարավորություններ, ժամանակակից վարժասարքերով մարզադահլիճներ եւ ոչ միայն։ Դիլիջանի գեղատեսիլ բարձունքում գտնվող վարժարանում միջազգայինորեն ճանաչված կրթությունն ու կեցությունն անվճար է։ Բոլոր սաները ստանում են կրթաթոշակ։ Վարժարանի շրջանավարտները հնարավորություն ունեն ուսումը շարունակել ոչ միայն Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում, այլև ընդունվել արտերկրի առաջատար ռազմաուսումնական հաստատություններ։ Ընդունելության կարգի, ուսման առանձնահատկությունների ու հնարավորությունների մասին տեղեկությունների համար զանգահարեք 060 71 30 30 060 71 3003 հեռախոսահամարներով։ Կերտիր քո հուսալի ապագան, անցնելով դեպի բարձունք ճանապարհը։ Սահմանագծին մոտ ապրելն ու արարելը կենսաբանաձև է եւ հատուկ առաքելություն շատերի համար։ Այո, սահմանամերձ համայնքների բնակիչներն իսկապես յուրահատուկ են իրենց նիստուկացով, հայացքներով եւ հայրենիքը սիրելու ու պաշտպանելու իրենց ընկալումներով։ Բացառություն չէ նաև Սյունիքի մարզի տեղ գյուղը, որտեղ սահմանապահին բնորոշ նվիրումով եւ կամքի ուժով տեղացիներն ամուր կարճացեն բնորանին։ Մեր գործընկեր Նաիրա Համբարձումյանն է ներկայացնում սահմանապահ տեղ գյուղի կյանքն ու կենցաղը։ Տեղ գյուղը 10-րդ դարում հիմնել է Սյունիքի շահանդուխտ երկրորդ թագուհին։ Գյուղացիներն են պատմում ու հպարտությամբ ցույց տալիս հնագույն քարանձավային կացարանները, որտեղ իրենց նախնիներն են ապրել։ Այսօր գյուղի բնակչությունը հիմնականում անասնապահությամբ, դաշտավարությամբ, պտղաբուծությամբ է զբաղվում ու պատվով պահում Հայաստանի Հանրապետության սահմանները։ Տիկին Գալիայի երկու որդիներն էլ զինծառայողներ են։ Իմ հիացմունքին ի պատասխան հավելում է որևէ արտառոց բան չկա, երբ թիկունքում իր հողին կարճած ժողովուրդը գյուղից մինչև մեծ քաղաքներ ու մինչև մայրաքաղաք հանապազորյա արարումով իմաստավորում է սահմանին կանգնած զինվորի ծառայությունը, հայրենիք սահմանը գաղափար է դառնում։ Երկու տղաս ծառայում են բանակում, այս էլ մեր այգինա մշակում են, մարդիկ ապրում են իրաց առօրյա կյանքով, զբաղվում են իրանց աշխատանքներով։ Սարմենը շուտով արդեն 2 տասնամյակ հայրենիաց պաշտպանի առաքելության կրողն է։ Կատակում է բախտը բերել է կինը Նելին Մանկավարժ է, որ ոչ պակաս կարևոր առաքելություն եւ ինչու ոչ ծառայություն է։ Իր հավատարիմ գաղափարակիցն է արդեն 17 տարի։ Իսկապես ես մեր գլուխս բարձր եմ քայլում, քանի որ պատիվ է ինձ համար լինել զինվորականի կին։ 2008 թվականից ծառայում եմ բանակում, ինչով կարում եմ, ես մեր սահմանամերձ գյուղին օգտակար եմ լինում իմ ծառայությունով։
Իսկ արդեն գյուղամիջում Նելիիսաների հետ ենք ծանոթանում։ Փոքրիկ գյուղաբնակներից իրենց շենի նիստուկացով ենք հետաքրքրվում։ Դպրոց ու մանկապարտեզի առօրյայից ենք հարց ու փորձանում։ Հետո հրաժեշտ տալիս միմյանց պայմանով, որ առայժմ սահմանապահ իրենց գյուղի դիրքապահ հայրիկների ու եղբայրների մասին մենք կպատնենք։ Իսկ մարդկային պատմությունների մեր վավերագրությանն ավելանում է եւս մի ընտանիքի կենսագրություն։ Ես զինվորականի մայր եմ, երեխաներս ծառայում են սահմանին, երկու տղաներս ու թոռնիկս։ Աշխատող մարդիկ ենք, աշխատանք սիրող ժողովուրդ ենք, մեր համար ստեղծում ենք ապրում։ Երեխաներս էլ սահմանին մեզ են պաշտպանում։ Դե իսկ այո, հայրենիք սահմանն ամբողջանում ու գաղափար է դառնում արդեն սահմանին, պատվով իրենց առաքելությունն իրականացնող սահմանապահ զինծառայողների հետ խոսք ու զրույցի ընթացքում։ Ավարտել եմ հաշվապահական հաշվառում բաժինը։ Զորակոչվել եմ բանակ, ծառայելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերում արդեն 21 ամիս, 3 ամսից ավարտում եմ ծառայությունս, վերադառնամ հայրական օջախ։ Ինչ պլաններ կան ծառայությունից հետո։ Ամուսնանալ։ Բանակային դիրքերում ու պահպանության հարակից շրջաններում ընթացող ինժեներական աշխատանքներն ու հերթափոխի անձնակազմի կեցության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը մշտապես վերադաս հրամանատարության ուշադրության կենտրոնում են։ Դիրքապահների ծառայությունն առավել արդյունավետ ու անխոչնդոտ կազմակերպելու ուղղությամբ արվում է ամեն հնարավորը։ Մոտ տարի 9 ամսվա ծառայող եմ, միջով բանակալ զբաղվել եմ սպորտով։ Լավ ծառայելու շնորհիվ վերադաս հրամանատարությունը քո են եղել։ Դրա շնորհիվ ներկայացրել են կրսեր սերժանտի։ Լավ ծառայել նշանակում է զինակից ընկերոջ հանդեպ ամենակարևորը դարձավ մեկը մյուսի համար։ Ընտանիքի պես է մեր միջավայրը, բոլորս իրար վերաբերվում ենք որպես իրար հարազատ եղբայրներ, դից ավելի միջավայրը ավելի շատ ջերմ է ստացվում, ծառայությունն է ավելի արդյունավետ։ Այսպիսին է հայրենիքի սահմանը հանրապետության հարավարևելյան գոտում եւ ելի սահմանապահ բնակավայրերում ապրող գյուղացու ու երկրի սահմանը պահող բանակային ստորաբաժանումների արդար վաստակն է լինելու վաղվա արևագալը, որ գյուղացուն դեպի ձորակները բանջարի կկանչի, դպրոց ու մանկապարտեզում էլ շուտով զանգը կկանչի մի նոր դաս սերտելու։ Իսկ բանակային դիրքերում հերթական հերթափոխը կլինի, որտեղ պետական սահմանի իրենց վստահված դիրքը պահպանելու երթումը կրող հայրենյաց պաշտպաններն են։ Նաիրա Համբարձումյան, Հովհաննես Գրիգորյան, Զինուշ։ Մեր բանակը կանգնած է ու պաշտպանում է մեզ։ Մենք էլ մեր հողի վրա ամուր կանգնած կատարում ենք մեր աշխատանքները, մեր ժողովուրդն էլ ամեն մարդ իր գործի։ Հայաստանի սահմանների համար մտածելով ես որոշել եմ, որ պետք է լինեմ զինվորական։ Մենք էլ այո, մեր ծառայությունն ենք իրականացնում դպրոցում։ Պատրաստ ենք բոլորս, երթում ենք տվել մենք դրա համար, մենք երթումը կպահենք անպայման, պատրաստ ենք միշտ անձնվիրաբար պաշտպանելու մեր պետական սահմանները։ Գուրգեն ջան, բարի լույս։ Բարև Գասպարյան ջան, ո՞նց ես։ Ոչինչ, չեմ հարմարվում։ Երկու ամսով գնում եմ գյուղ։ Մի քիչ ցրվում, մինչև հասկանամ ինչ եմ անում։ Դյա, Գասպարյան ջան, այդ քեզնից չի։ Մի հատ լավ գործ գտի, փողը շատ գործնել նախկինից թեթև։ Տենց շատ լավ մի երկու առաջարկ արել են, բայց չեմ հարմարվում, երկու շաբաթից ավել չեմ դիմանում։ Քոնը բանակն է, եղբայր։ Աստված քեզ հետ։ Կառավարությունը ուշադրվել է Հայաստանի Հանրապետության համապարփակ եւ ընդլայնված մրցակցության։ Այսօրվա մեր դասը այնքանով է կարևոր, որ եթե տեսականը չյուրացնեք ինչպես որ հարկն է, մարտի դաշտում ունենալու եք լուրջ խնդիրներ։ Նիստի ընթացքում գործադիր օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Ուշադրություն, գրոհի առաջ։
թոշակի անցնել։ Գասպարյան, ես գիտեմ, մի օր հետ ես գալու։ Փոփոխություններ են կատարվել զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին ու պետական կենսաթոշակների մասին օրենքներում։ Զինված ուժեր վերադառնալու դեպքում կենսաթոշակի անցած սպաները կարող են շարունակել ծառայությունն ու պահպանել թոշակը։ Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փաթեթը։ Օրենսդրական փաթեթի կարևորության մասին խոսել է Պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Նախագիծը նպատակ ունի պահեստազորում գտնվող մեր որակյալ ռեսուրսը ներգրավել զինված ուժերի կարևոր ուղղություններում, Պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում։ Քոնը բանակն է, եղբայր։ Խնդրում եմ վերականգնել ինձ ծառայության։ Գումարտակ, Հավսար, զգաս, ողջույն ձեզ։ Այո, իմը բանակն է։ Եթերում զինուժներ, մենք ամփոփում էինք անցնող շաբաթը, բանակային նորություններին հետևեք նաև առցանց սոցիալական մեդիահարթակում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, նույն տեղում, նույն ժամին, կրկին առանձնացնելով եւ ամբողջացնելով զինված ուժերի առօրյային վերաբերող թեմաները։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչեւ նոր հանդիպում։